Հայաստան, Երևան, հանրային հեռուստաընկերություն։ Բարի երեկո, դուք Ազատ գոտում եք։ Աշխատանքային օրերին գործից հետո միացեք առաջինին, որովհետև իրական պատմություններն ու իրական հերոսները միայն առաջին ալիքում են ու Ազատ գոտում։ Ես Արտակ Վարդանյանն եմ։ Բարի երեկո։ Իսկական եւ իրական պատուհաս դարձավ տան ժառանգության խնդրի հետ կապված մի պատմություն, որը բնականաբար իրար դեմ հանեց քրոջը եւ եղբորը։ Այս պատմությունը բնականաբար շատ երկար եւ շարունակական բնույթ կրեց, որովհետեւ խոսքը վերաբերում է տան ժառանգության խնդրին։ Այս թեման մոտավորապես արդեն 3 տարի քննարկվում է ու բնականաբար հարցին լուծում այդպես էլ չեն տալիս։ Այսօր Ազատ գոտու տաղավարում քույրն ու եղբայրն են։ Տաղավար ենք ուզում հրավիրել այսօրվա մեր առաջին հերոսին, Լաուրա Զաքարյան։ Լաուրա Զաքարյան, համեցեք։ Բարի երեկո, տիկին Լաուրա։ Ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտում եւ ուրախ ենք ձեզ ողջունել հանրայինի տաղավարից։ Տիկին Լաուրա, գիտենք, որ դուք բախվել եք մի խնդրի, որը վերաբերում է տան ժառանգության խնդրին եւ արդեն երկար տարիներ չեք կարողանում գտնել այն արդարությունը, որը որ պետք է։ Խնդրեմ ներկայացեք ձեր իրական պատմությունը։ Դե իրական պատմությունը սկսվեց նրանից, երբ որ արդեն հայրիկս մահացավ եւ տունը բախշելու պահը եկավ։ Կարծես թե հանգիստ էինք ապրում, բայց եկավ մի օր, երբ եղբայրս պահանջեց, որ ասենք որոշենք տունը ում, որտեղ, ով պետք է զբաղեցնի, պայմաններ թելադրել, ում անունով գրենք կամ ինչ պայմաններով ապրենք, ով որ հատվածը զբաղեցնի, ով իրավունք ունի, ով իրավունք չունի, ով պետք է գա գնա որտեղ եւ երբ, իր պահանջները դրեց մուտքի, ելքի, գնալու, եւ որոնք են ձեր հոր պահանջները, ավելի հստակ, որպեսզի պարզ լինի։ Ուրեմն ի սկզբանե ասեմ, որ ինձ արդեն նախորոք պայմաններ էր առաջարկվել, որ ես այդ տանից գնամ։ Հետո էլ արդեն ինձ պայմաններ առաջարկվեց, որ այդ փողոցը ես չմտնեմ, տուն չմտնեմ։ Կամաց իմ շարժման, շփման գոտիները նեղացվեց այն աստիճանի, որ արդեն ես պետքա տուն էլ չմտնեի։ Իսկ ով էր հանդիմանում, որովհետև ձեր ըստ հոր ժառանգության բնականաբար դուք պետք է մտնեիք տուն, ով էր հանդիմանում, ով իրավունք ուներ ասել, եթե տան ժառանգությունը բնականաբար նաև պատկանում էր այս դեպքում ձեզ, որովհետև դուք դուստրն եք։ Դե հանդիմանությունը այնքանով եղավ, որ վերջնականում բացահայտորեն ինձ ասեց, որ աղջիկը իրավունք չունի, տղային է պատկանում ամեն ինչը, տղա ժառանգն էլ ինքն է եւ իրենը պետք է լինի։ Այսինքն տարբեր կողմնակի խոսակցություններով վերջնալուծումը եղավ այն, որ իրենը պետք է լինի, փոխանակ նստեր, խոսեինք, սկզբից Շատ լավ, հետո ձեր հայրը մահացավ եւ դրանից հետո սկսվեց այն ամբողջ քաշքշուկը։ Ոչ, հայրիկիս կենթանության օրոքել արդեն ինքը ոտնձգություններ անում էր, փորձում էր հրահրել, պապային պարտադրել, որ ասենք ես այսպիսին եմ, այնպիսին եմ, տուն չթողես, այս չանես, այն չանես, բայց պապան ասում էր ինչ որի այն, ինչպիսին է, իմ ժառանգն է։ Պետք է ապրե։ Պարզենք ամենակարևորն ու ամենագլխավորը, ժառանգության մեջ հստակ գրված է Լաուրա Զաքարյան անուն ազգանունը։ Այո, իհարկե։ Ես ծնված օրվանից գրանցված եմ այդ տանը, ապրում եմ եւ մինչեւ հիմա էլ ապրում եմ։ Հենց այն տանը, որը կառուցել է իմ հայրս եւ իր կնոջ հետ միասին ապրել է։ Հայրիկիս մահվանից հետո հենց այդ տանն էլ ապրում ենք մինչեւ հիմա ես եւ մայրս։ Լավ, ով է խանգարում ձեզ եւ ինչ խոչընդոտներ են եղել։ Դե խոչընդոտները արդեն պապայի մահվանից հետո տարբեր են եղել։ Մտել է տուն, գիշերը անհանգստացնելու պայմանով, դուրս հրավիրելու պայմանով, ասենք տարբեր առիթներով, ասենք եթե պատճառներ է լինում, ես ուշ էի տուն գալիս, դուռը փակել, դուրս թողնելու։ Հարևան հորեղբայրներս հարևանությամբ ապրում են, այնտեղ տեսնում էր գալիս էր դուռը փակում էր, կան միջնապատեր բակերի մեջ պատով անցնում է, հետո դրանք էլ արգելվեց։ Ձեր ցուցմունքներում կա նաև հետևյալ արտահայտությունը, որ նաև բռնի ուժ է գործադրել ձեր նկատմամբ։ Այո։ Ծեծի ենք ենթարկվել, ես իմ կողմից կասեմ, քանի անգամ ծեծի եմ ենթարկվել, գիշերը քնած ժամանակ ինձ անկողնուց հանել, դուրս է շպրտել, նորմալ սթափ եւ անսթափ վիճակներում եկել է տարբեր գիշերային ժամերին
տարբեր ժամերին, ցերեկն էլ գիշերն էլ նշանակություն չունի։ Վիճաբանությունների թեմաները ստեղծել արել, շատ անգամ ասենք եղել են, որ իր որդին կինը եկել են տանից տարել են մեզ մեր տանից իրեն։ Շնորհակալություն եւ հիմա տաղավար ենք հրավիրում Լաուրա Զաքարյանի եղբորը Վահագն Զաքարյանին, ով բնականաբար ամենևին հստակ ապացույցներով ապացուցում է, որ Լաուրայի ասածը հերհյուրանք է եւ այլն։ Տաղավար հրավիրենք Վահագն Զաքարյանին։ Բարի երեկո, պարոն Զաքարյան, մեղադրանքները բնականաբար մեծ են եւ անողոք են եւ բնականաբար հուզող են։ Ինչ է կատարվում, պարոն Զաքարյան։ Ասեմ, այնինչ հնչեց տաղավարում, միանգամայն իրականությանը չի համապատասխանում։ Միանգամայն։ Եթե Լաուրա Զաքարյանը ասում է, որ հոր կենթանության ժամանակ իմ կողմից եղել են ոտնձգություններ, դա եղել են ճիշտ է, բայց ոչ առանց իմ հոր տեղյակ լինելու։ Նույնիսկ իմ հոր թելադրանքով։ Այսինքն հայրը տեղյակ եղել է։ Այո, ես բացահայտ ձևով, չնայած ինձ համար շատ դժվար էր այստեղ գտնվելը, բայց բացահայտ ձևով ասում եմ։ Եթե հիշում եք մեր ձեր վերջին հաղորդման ժամանակ ես խնդրեցի, որ նրան ընդամենը ուղեգիր տան հոգեբուժարան ստուգման։ Դա չկատարվեց։ Մենք պայմանավորվեցինք, որ շփում չենք ունենում միմյանց հետ առնչություն չենք ունենում, քանի որ տան գործերը այսօրվա դրությամբ գտնվում է դատարանում եւ վերջին փուլում է։ Դատարանի վճիռին ենք։ Լավ, եթե ասենք դուք պարտվեք փաստորեն դուրս եք գալու ձեր բնականից եւ ոչ մեկ էլ այդ դատարանի վճիռը ինչպիսին է լինի, իրավաբանորեն ես այդ գործողությունները, այդ ամեն իրավաբանական վճիռներից տեղյակ եմ։ Ոչ Մանիկ Զաքարյանը, ոչ Լաուրա Զաքարյանը ինձ չեն կարող տանից դուրս հանել։ Առավել եւս ես չեմ կարող, այսինքն դա ժառանգությունը եղել է հորս կողմից գրված կտակ անցկացրել է իր ժամանակը։ Հետո որպես ժառանգություն հորիցս մնացած իր ամբողջ կարողությունը անցնում է իրանից հետո գրանցված եւ բնակվող ժառանգությանը տեր կանգնած անձնավորություններին։ Հանդիսանում են Մանիկ Զաքարյանը, Լաուրա Զաքարյանը եւ Վահագ Զաքարյանը։ Այսինքն մի վարքան կներեք։ Մենք պայմանավորվեցինք, որ ես իրենց չեմ անհանգստացնում, իրանք ինձ չեն անհանգստացնում։ Անցյալ տարվա սեպտեմբերից, սեպտեմբերի 5-ից մինչև առեսօր, չհաշված ձեր հաղորդումը, որի ժամանակ մենք խոսակցություն ենք ունեցել, ես բառ անգամ չեմ խոսել, չեմ շփվել նրանց հետ։ Դա կարող են ապացուցել Մաշտոցի շրջանի ներքին գործերի բաժնից բոլորը։ Նույնիսկ բոլորը, հարևանները, ամբողջ հարևանները, թե ես ինչքան եմ աշխատում ինձ նրանցից հեռու պահել։ Իսկ այն, որ ասում է գիշերով մտնում է տուն, խանգարում է, դա իմ հայրական օջախն է, ես սարքել եմ իմ ուժերով, իմ ֆինանսներով այդ տան 90%-ը մոտավորապես եւ առայժմ ոչ մեկ քանի գոյություն չունի դատական վճիռ, ոչ մեկ իրավունք չունի իմ դիմաց այդտեղ դուր փակելու եւ ներս չթողելու։ Առավել եւս եթե ես ունեմ այդտեղ դրված ապրանքներ, որոնց կարող եմ հանգիստ ձևով տիրապետել։ Շնորհակալություն, Տիկին Զաքարյան, նաև ներկայացրել եք մի դեպքեր, ցուցմունքի մեջ կան դեպքեր, որտեղ ասում եք, որ խոշտանգումների է ենթարկել եւ այլն։ Այսինքն ինչ խոշտանգումների մասին է խոսքը։ Ասեմ, խոշտանգումները Մեկ րոպե, պարոն Զաքարյան, հարգենք տիկնոջը, թող ներկայացնի։ Խոշտանգումները ես արդեն մանր-մունր ինչպիսին եղել են չեմ ասի, բայց ես ունեմ երկու ոստիկանության մեր Մաշտոցի շրջանում գրանցված դեպք, երբ մեկը մտածված 1-2 հարված եմ ստացել եւ երկրորդը ծեծի եմ ենթարկվել։ Առաջինը միայն Վահագ Զաքարյանի կողմից, իսկ երկրորդը սեպտեմբերի 10 անցյալ տարվա սեպտեմբեր ամսին Վահագ Զաքարյանի եւ իր ընտանիքի 3 անդամների հետ միասին գրանցված, արձանագրված Ուրեմն ես քանի որ անցյալ հաղորդման ժամանակ խնդրեցի, որպեսզի Լաուրա Զաքարյանի ուղեգիր տան հոգեբուժարան ստուգման, այժմ նորից ես իմ արտահայտությունը պնդում եմ։ Նա ունի հոգեկան խանգարումներ։ Կարող եք հեռախոսի համարներ տամ կամ կազմակերպեք, գոյություն են հարևաններ, իրեն ասած ականատեսներ, որոնք բազմիցս անգամներ նրան այդ ճանապարհից մոստից իրեն գցելուց, երակները փրթելուց, մորը
միս կոտրելու փայտով ծեծելուց, ամեն ինչից իրան Ճիշտ է, զերծ է Տիկին տալիս։ Զաքարյան։ Այո, Այդ ճիշտ է, ես դեպքում, հենց հիմա համաձայն որպես իրականությունը ապացուցվի, խնդրում եմ, կանաչ ճանապարհ բացեք Վահագ Զաքարյանի համար, ինձ ուղարկեք հոգեբուժական ստուգման։ Ես խնդրում եմ, եթե հաղորդումը նույնիսկ իրավապահներն են նայում, խնդրում եմ, գոնե մեկ անգամ Լաուրայի արտահայտությունով կանաչ ճանապարհ տվեք ինձ, ուղարկեք հոգեբուժարան ստուգման։ Մինչև կպարզենք թե ով է գնում Եթե հոգեբուժարան, մարդիկ մեկ րոպե վիճակի տաղավար ենք հրավիրում Մանիկ երակները Զաքարյանին, Լաուրա Զաքարյանի եւ Իմ ձեռքերի վրա Վահագ կա Զաքարյանի կա։ մորը։ Տաղավար ենք հրավիրում, խնդրեմ համեցեք Տիկին Մանիկ։ Հիմար է։ Շատ կներեք մինչև Մանիկ Զաքարյանի բարև ձեզ Մանիկ Զաքարյանի։ Մինչև Մանիկ Զաքարյանի խոսելը խնդրում եմ մի դրվագ։ Եվ դա ես կարող եմ ապացուցել նորից զանգերով կամ ձեր միջամտությամբ գնանք հարևաններ կան, ականատեսներ կան, վկաներ կան, ովքեր բռնել հետ են պայել անցյալ ձեր հաղորդմանը Լաուրա Զաքարյանը ինչ վիճակով է Մանիկ Զաքարյանին բերել հաղորդման։ Ասա։ Միացրեք, հիմա Մանիկ Զաքարյանը հրաժարվելու է, միացրեք, հետ տվեք կամ Ասեմ ինչ թե։ Շնորհակալություն, մինչև դա քննարկել է։ Մեկ րոպե, Տիկին Մանիկ, խնդրում եմ ներկայացրեք։ Իրականում ինչ է կատարվում։ Ձեր դուստրը ձեզ խոշտանգումների ենթարկում է, ձեզ ծեծում է։ Ոչ մի դեպքում ինքն ածեցել ինձ։ Տիկին Մանիկ, անցյալ տարի դեկտեմբերի 30-ին ով է Լաուրա Զաքարյանի ձեռքից փայտը վերցրել, որով աշխատում էր քո գլուխի կոտրել։ Ինքը անընդհատ այդ փաստը շեշտում է, ասում է Ես անընդհատ փաստեր կարող եմ ասել, ոչ թե փաստը Իսկ եթե շեշտել։ ինքը ասում է, թող բերի այդ մարդկանց ինչու չի հրավիրում կամ եթե զանգը ասում, թող հրավիրեք այդ մարդիկ թող գան ասեն Ներողություն։ Մի հարցել եմ ուզում տամ։ Այ քեզ։ Լաուրա Զաքարյան, դուք բացի այս գործողությունը, որ հիմա մենք գտնվում ենք նկարահանման, բացի այն գործողությունը, որ մեր տան գործերը գտնվում է դատարանում, դուք դատարանի հետ ուրիշ խնդիրներ ունեք։ Ունեք արդյոք խնդիրներ, հարց եմ տալիս Դա ձեզ։ այս խնդրի հետ չի Դա վերաբերվում։ անմիջական կապ ունի այս խնդրի հետ, որտեվ այն անձնավորությունը, ում հետ դուք ամսի 16-ին դատարան պետք է այցելեք, այդ անձնավորության համար իմ ու քո մեջ ընդհարում է տեղի ունեցել, եթե դու չես շփոթվում։ Չի տեղի ունեցել, դրանք լրիվ ուրիշ Մեկ խնդիր։ րոպե, Բացարձակորեն իրականում նորից պետք է եմ հարգել ասում։ նաև տիկնոջը մեծահասակին, ով Այն, որ ամենակարևոր եւ ամենաառաջնային ձեր մայրն է։ իրենց Տիկին Մանիկ, մի քիչ Զաքարյանը պատմեք։ եւ Լաուրա Լսում եք։ Զաքարյանը եւ Լաուրա Զաքարյանը բաներ դու ասա սալատ էր սարքում, Դու ասա։ սալատ էր սարքում, փայտը ձեռին էր։ Ահա։ Ահա։ Այդպես խոսում եք, մեկ էլ տեք որ ստեղ եկավ, այդ որ ասում Արամն եկավ։ Էդի ասեց, էս ինչ է, ասեց 35, 34, 86։ Բան։ Խնդրում եմ հենց հիմա զանգեք դեկտեմբերի Ասեց, 30-ի դրվագը ասեց, սալատ եմ սարքում, ինչ է։ Թե Մանիկ Զաքարյանը ոնց է բղավելով կանչել Արամ Ռուբիկ, խնդրում եմ, եկեք ինձ փրկեք, սպանում է։ Ահա։ Զանգեք, ես ոչ բան չեմ, զանգեք։ Շատ լավ, մենք դա կպարզենք եւ բնականաբար հերոստատիտողները կտեսնեն Իսկ արդեն ինքը- ռեպորտաժի տեսքով։ Այո։ Տիկին Մանիկ, մի քիչ պատմեք նաեւ մեկնաբանեք։ Իսկ ձեր տղայից դուք Սալատի բարձրակոչ հայտարարություններ եք կատարում, որ ձեր տղան ձեր նկատմամբ ոտնձգություններ է կատարել։ Իրականում կա այդպիսի բան։ Ոտնձգություն։ Սեպտեմբերի 3-ին բանին դիմեց ասեց ջուր շճոճիկ դրեք, ձեզ համար առանցին ջրի, մեզ համար առանցին։ Երբ- Մի րոպե։ Խնդրում եմ իմ թղթերը տվեք։ Ես Մեկ րոպե։ նախանցյալ տարի փետրվար ամսին իրենց զգուշացրել եմ անախորժություններից զերծ մնալու համար, քանի որ գործերը դատարանում է եւ ձեր ցանկությունն է, որ մենք իրար հետ ընդհանուր կապ չունենանք, խնդրում եմ առանձնացրեք ձեր ջուրը, լույսը, ամեն ինչը։ Շնորհակալություն ձեր փաստաթղթերը հիմա կբերեն տաղավար։ Խնդրում եմ տաղավար բերել պարոն Զաքարյանի փաստաթղթերը, մինչ նա կբացի եւ կուսումնասիրի։ Տիկին Մանիկ, ներկայացրեք, ինչ խոշտանգումների է ձեզ ենթարկել, ինչ է արել։ Եկավ մեր հարևանը ջուր քաշողներ, եկավ շճոճիկը որտեղ տեղադրել, ցույց տվեցին։ Իրանք էլ նստած հաց էին ուտում։ Չէ, չպետք է քաշես, չէ, ու ջուրը գնում է պատվալից միայն կուխնին, բաղնիկ զուգարանը մի լարով։ Ասաց, ստեղ տնեմ։ Կպավ, ինձ էլ ծեծեց գցեց, Լաուրային էլ ծեծեց գցեց։ Այդ հարևանը սպասում է միջայլով։ Արամ Զաքարյան տեք որ ստեղ էր, ասի վայ սպանեց մեզ։ Եկան ձեռից առան։ Ու միլիցիան եկավ, որ չեմ ասել, սպասեք, ասեմ, լավ իմացեք, միլիցիան եկան, մեզ տարան բժիշկի եղավ, այդ բժիշկի թղթերը վերացել է, չկա։ Դռներն էլ հանեց, որ պետք է տանի, բաղնիկ զուգարանի։ Դռների պալանները չկա հիմիկվա դրությամբ։
Իսկ ձեզ հարված է, այսինքն դա շատ կարևոր է, ձեզ հարվածել է թե ոչ։ Այդ թղթի թղթ մեջտեղ կա, որ մեզ բանը առաջի հիվանդանոցում նկարել են, կոմպյուտեր են գցել, հանել են, տվել են գործերը։ Գործերը տվել են ամեն ինչ։ Ոչ միայն ձեռքի, այլ ոտքի հարվածներով։ Ամեն ինչով արելա։ Իսկ տարել են մեզ 6 ժամ միլիցատանը պահել են, բռնելա դեմ տվել պատին ու այնտեղ համաձայնություն ա տվել, որ յանի թե Մանիկ Զաքարյան, խնդրում եմ այն ինչ եղել է, Համեցեք ձեր Ես հիշեցնեմ, սա մի պատմություն է, որը վերաբերում է տան ժառանգության հարցին, եւ որից հետո առաջացել են այս խնդիրները, խնդրեմ։ Ինչ միգուցե դու կարող ա հերքես, որ դու մեզ ծեծել եք։ Ծեծել եք։ Ծեծել ենք, ես հերքում եմ, որովհետև Լաուրա Զաքարյանը հայտնի գետնի գցող է իրան։ Դրա համար ես խնդրում եմ, թույլ տվեք թողնա դիմի հոգեբուժարան։ Ամենայն անկեղծությամբ եմ խնդրում ուղղակի։ Կարելի է ես էլ իմ թղթերը բերեմ։ Եթե ես այսօր գտնվում եմ այստեղ, դա իմ ցանկությունով չի։ Եվ խնդրում եմ գոնե իմ ցանկությունով մի անգամ հոգեբուժարան։ Նրա մոտ կա ամեն տեսակի ամենավերջին։ Ինչի հոգեբուժարանում էլ ծանոթ ունես, կարող ես մեր փաստաթղթերի նման հոգեբուժարանից էլ։ Այո, ընդեղ էլ ծանոթ ունեմ։ Ու դու շատ լավ որով գիտես, հպարտանում որ եթե դու գնաս, այն ինչ որ ընդեղ ես արել, շատ շուտ պարզվելու է, ու քեզ ընդեղից դուրս չեն թողի։ Դու դրա համար չես գնում։ Մեկ վայրկյան դադարեցնենք, լսենք ձեր կարծիքը, հարգելի տիկին։ Ներողություն եմ խնդրում, կներեք, ես հարգում եմ, որ դուք տղամարդ եք, որ տան ղեկավար եք, բայց այս պահին կներեք, պետք է պաշտպանեմ իրենց ձեզ բոլորովին։ Դուք իրավունք ունեք։ Դուք ասում եք նա հոգեկանանա, դուք հասցրել եք այդ աշխարհը։ Ես եմ հասցրել։ Դուք անձամբ բնակարանը մեծած է շատ ներողություն։ Շատ մեծ է։ Հնարավոր չի կիսել։ Կիսակը ես առանձին եմ ապրում։ Մի րոպե, Ջան, դուք ընտանիք ունեք, ամուսնացած եք, ավելի վատ։ Եթե ես ձեր փոխարեն լինեի, կներեք, Զաքսով ամուսնացած չի, բայց այնպես ամուսնացածներ է եղել։ Մի պախարակիր, հարգելիս, խնդրում եմ քեզ։ Եթե ես այսօր ստեղ եմ, դա նրանց պախարակության արդյունքն է։ Չէ, եկեք ճիշտ մոտեցեք, անգամ եթե ձեր ասածը ճիշտ լիներ, դուք հարգեք ձեր մայրիկի սպիտակ մազերին, եթե ես ձեր փոխարին լինեի, ես կասեի գիշերը կանցկացեմ ծառի տակ, իմ մայրն ու քույրը թող հանգիստ կնեն։ Իսկ եթե նրանք դարձել են այսօրվա դրությամբ հոգեկան, այ նայում եմ ձեր մամային դողում է խեշտինը։ Ինչի՞ քասի։ Մարդիկ ախ են անում ծնող ունենան։ Դուք հասկանում եք։ Շատ զգացված եմ։ Մարդիկ ախ են անում։ Կներեք, ես շատ զգացված եմ ձեր հարցի ու վերաբերմունքի համար։ Հիմա ես ձեզ մի ուրիշ հարց եմ տալիս։ Ծնող երեխա հարաբերության մեջ ընդունում եմ, որ երեխան պետք է հարգի ծնողին։ Ոչ միայն երեխան, հա, պետք է։ Ես ձեզ լսեցի, չէ։ Բայց դուք երեխա չեք։ Ներողություն, նաև թույլ տվեք լսենք երկրորդ կողմի, որը որ պատասխանողն է, չի կարելի այդպես։ Նույնիսկ ես վատ ժառանգ չեմ եղել։ Իմ պահած մայրը ինքը չի եղել։ Իմ պահած մայրը կներեք ձեզանից 2 անգամ քաշով ավել էր։ 3 տարի է ինչ իրանց հետ չեմ շփվում, նայեք ինչա դա ռասեղիցակը վազելով կանցնի։ Ու այդ տան դրվագը, որ տիկին Լաուրան ասում էր, Պարոն Զաքարյան, խնդրում ենք ամենակարևորը առանց վիրավորանքների, որովհետև շնորհակալություն տիկին ձեր կարծիքի համար, մենք դեռ կանդրադառնանք ձեզ եւ կլսենք։ Ոչ թե մենակ ողջույններս, այլ մեր ընտանիքի շատ Պարոն Զաքարյան, 1 րոպե։ Վատ ժառանգ դառնում են հետ։ Ճիշտ է։ Իսկ այն դեպքում, երբ ժառանգը ինչ-որ բան է լինում, ամեն դեպքում ծնողը աշխատում է ոչ թե ժառանգին տանի ոստիկանություն, այլ եթե ոստիկանությունն է ներկայանում, ծնողն է դուրս գալիս, ասում է ես եմ արել, թող իմ ժառանգը մնա։ Ոչ թե գնում ասում է ինձ հայոց։ Տիկին Լաուրա, խնդրեմ արտահայտվեք, նաև էստաֆետը ձերն է եւ ձեր խոսքը, 1 րոպե լրություն, ասեք։ Արտահայտվեմ։ Ինչքան ազդեցիկ է, չէ, երբ որ տղամարդը խոսում է, վարքաբեկում է կանանց ու կանայք հուզմունքից չեն կարողանում նույնիսկ որևիցե մի բան ասեն։ Զրպարտում է մեր ճիշտ խոսքը, իր սուտը ուզում է առաջ տանի։ Նա ամեն կերպ աշխատել է, որպեսզի գժտեցնի մեզ։ Նա ամեն ինչ այդ ծեծնել է եղել, հայոյանքներ է եղել, ամեն ինչն էլ եղել է նրա կողմից, նա հասել է այն աստիճանի, որ իր որդին իմ մոտից, ոնց են ասում, իմ ծոցից բանակը գնացել եկել է, բանակից նորից հետ ինձ մոտ 2 ամիս հետո, միացել է իրեն ծեծի է ենթարկել ինձ։ Ոնց կարող է, որ սուտ լինի, արձանագրված փաստերը, կապտուկներով,
Ինչի հարևանությանը վկա է բերում, թող հարևանությանը նաև վկա բերի, թե ինչքան են լսել այդ հայյանքները, ինչքան էին ասում, այդ ինչա ձեր տանից մենք ասում ենք մենք չենք։ Տիկին Լաուրա, ձեր ասածը հիմիկվա դրությամբ ճիշտ է։ Ու բոլորի գլուխը կպնում է, թե ինչ հայյանքներ է գալիս, ասում են, այսօր ձեր տանը գիշերը էլի հայյանքներ է կռիվ եղել, ասում ենք մենք չենք։ Տիկին Լաուրա, ես ձեր ասածը ընդունում եմ, որ իմ տղան քո ծոցից դուրս է եկել, գնացել է բանակ, եկել է, հետո քեզ ծեծել է։ Իսկ դուք ոնց կբացատրեք, որ այդ երեխեն, որ քո ծոցից դուրս է եկել, գնացել է, գալիս է տուն մտնելու, դու մեկ վիճակում շորդ բացում ես, ասում ես զանգել են ոստիկանություն, ասեմ եկել ես բռնաբարես, ու երեխեն փախնում է տնից դուրս։ Կարգով զրպարտությունը թող զանգի հենց հիմա իր Իմ հետ նույնը չես կատարել։ Եղբոր նկատմամբ Իմ Արտակ ջան, ինչ ասում է իր ասածն է, բայց ինքը դրի խնդրում եմ գոնե կյանքում մեկ անգամ ճիշտ ծնողելի։ Ես ճիշտ ծնող եմ եղել։ Խնդրում եմ զբաղեցեք ձեր տեղը, պարոն, եւ պետք չի կրքեր այլ հանդարտացնել։ Մեկ րոպե լռություն, ամենակարևոր պահպանեք եթերային նորմերն ու կանոնները։ Ինքը գնաց պատուհանի կողմի անկողնու մոտ Լսիր Վահագ, եթե շորերը հանեց, ասեց մոտի տուն ես մտել, կասեմ եկել ես բռնաբարես։ Ու ես դուրս եկա տանից։ Մայրեղի գոնի կյանքում մի անգամ ճիշտն ասա։ Դու ուզը խոսա, ձեռը տեր խեղճեք, անհարմար է, անհարմար։ Դու խեղճ ունես։ Արտակ ջան, ասեք դու հիմա կորացես, տիկին մանիկ։ Մոռացար թե ոնց էր ասում ասելու եմ եկել ես բռնաբարես։ Կյանքում մի անգամ ճիշտ է։ Արտակ, որ ասում է ճիշտ ասում ինքը։ Իմ փեսես ախր ոնց ասեմ, ոնց ասեմ։ Իսկ գուցե այս նշանակը վերացնեք։ Իսկ գուցե արդեն դատեին Շորերը Արտակ ունեմ երկու տղա, երկուսն էլ ծառայել են Հայաստանի բանակում։ Ունեմ շատ մատնացույց անելու ընտանիք, կարող եք ամբողջ մեր թաղամասով մանգակ եւ զգաք։ Հարցնեք իմ իջալոց, իմ եւ նրանց մասին։ Երթվում եմ իմ ամենավերջի սրբություններով, եթե ինձ Լաուրա Զաքարյանը շորերը չհանեց ու նստեց տեղաշորի վրա, ասեց հիմա զանգում եմ ասեմ եկել ես բռնաբարել։ Նույնիսկ վերնագին վերից հանելակ Ցենյան, այս դուս խոսածող, գնա թող քո փեսեն քեզ սենց անի, գնա քո թոր սենց անի քեզ։ Ինչ ա եկել ստե գլուխ կողում։ Ընդհակառակը ինձ որ վերմակով քաշել ամոթ ունեցի։ Դու ամոթ ունեցի, կյանքում ես մի անգամ ամեն ինչ ճիշտ եմ շամարել։ Մինչև բերի։ Ո՞մեջ նորից վախն է խոսում, որտեղ Լաուրա Զաքարյանը հաղորդում բերել։ Հիմա էլ գիտես որ դու Ոչ։ Մի րոպե։ Ես ամեն ինչը աշխատում եի հարթ է։ Իմ տղան որ բանակից եկավ։ Հա։ Նորից եմ փաստերով ասում։ Իմ կողմից լիազորված մարդիկ եկան ձեզ հրավիրեցին, որ ամբողջ գշտությունը թող դրվի մի կողմ։ Իմ տղեն բանակից եկել է։ Այսօր ուրախանում ենք։ Միասին ուրախանում ենք ու ամեն ինչ անցնի։ Եղել է տեսբան թե չէ։ Հա, ես Դու մասնակցել ես իմ տղու բանակից։ Այո։ Մատաղից օգտվել ես։ Այո։ Հաջորդ օրը ինձ ինչ ասիր։ Ոչ մի բան։ Հարամ լիներ են մատաղը, որ ես կերա։ Ասել ես թե չէ։ Ով որ ասել է, այստեղից տուն չհասնի։ Դեսուս մնա։ Իսկ հաջորդ օրը այդ բառերը ասելուց առաջ դու ինչի ես ենթարկվել Լաուրայի կողմից։ Ոչ մի բանի։ Շատ դաժան ծեծի։ Ոչ մի դեպքում։ Արտակ ջան, խնդրում եմ։ Լսիր, քո մեթոդներով մի չափի մյուսների, ես երբեք իրան չեմ ծեծել։ Ունեմ ամենակիչը ամեն հարցին, ամեն ասածից 3-ից 4 վկա։ Կարող եմ բոլորը ապացուցել։ Տիկին Անտոնյան, հարգելի, գիտեք, այստեղ գնում է մի հարաբերությունների մասին, որը ցավոք վերաբերվում է մորը եւ վերաբերվում է երեխաների։ Բնականաբար այդ հարաբերությունները, ինչպես տեսնում ենք, տղեն եկել է բանակից։ վատ են այն առումով, որովհետեւ մայր եւ դուստր եւ մայր եւ որդի դուրս են եկել իրար դրանից ավելի վատ եւ ավելի չկա։ Դու չես գնացել, քեզ հրավիրել են։ Դու չես գնացել տղեն որ եկել է։ Մի րոպե, Արտակ ջան։ Անկեղծ եմ ասում, ընկերներ, ոչ մի այդպիսի բան չի եղել։ Խնդրեմ արտահայտեք եւ ձեր կարծիքը Ոչ իր տղային եմ ես այդպիսի բան ասել, ոչ այ իր ասածն արածները։ Իրանց արածները դնում են մեր վերեն, Արտակ ջան։ Ես դու այսինքն ես կանգնած եմ դու եկել ես բռնաբարելու տիկին մանի։ Դու եկար փոքր եղբայրն է, միակ։ Երեք քրոջ մեկ եղբայրն է։ Արազատ քույր եւ եղբայր, խնդրեմ շատ արագ ձեր կարծիքը։ Ինսուլտ է ստացել մի քույրս իր պատճառով։ Տիկին Լաուրա, այստեղ մի նկար է ցուցադրում։ Շնորհակալություն, 1 րոպե լռություն, որպեսզի կարողանանք հասկանալ ով ում բարեկամն է։ Այո, նրանք հարազատ եղբայրներն են։ 1 վայրկյան, պարոն Զաքարյան, ներողություն, սա ինչ նկար է իրենից ենթադրում, այսինքն ինչ է։ Հիմա ես ասեմ։ Ուրեմն Վահագ Զաքարյանը եկավ մեր տուն,
հայտարարեց, որ մեր նկարչության ալբոմի մեջից տան բոլոր իր նկարները։ Նկարչության ալբոմի մեջ նկար փակցված չի լինում, տան ալբոմի մեջից։ Տան ֆոտո ալբոմի մեջից իրան բոլոր նկարները վերադարձնում։ Ոչ, ես ասեցի, ես ունեմ ապրանքներ ու եկել են իմ հնարավոր չի, նկարները որովհետև ամբողջ նկարները սոսնձված են ալբոմի մեջ իր եւ իր կնոջ կողմից։ Իմ գործը չի, հանի իրիկունը գամ վերցնեմ, փորձեցի հանել Դու չփորձեցի դու 3 րոպեվա մեջ նույնիսկ ունեի Թիֆլիսից պատմեք իր քրոջ հետ ներկեր գտնում տանը հիմա զանգեք 3 րոպեվա մեջ ոնց դու բերեցիր ու տվեցիր ինձ այս որը հնարավոր էր ես պոկեցի տեսա չի լինում էլ չարեցի եկավ ասեցի Վահագ հնարավոր չի այսպես է գնաց սուսուփուս նկարչա մեր տանն էլ հյուր ունեինք Թիֆլիսից մեր հորաքրոջ տղաներ եկել բոլոր նկարները պոկեց որը ես խոսում ենք հերթով, շարքով ու շուքով հարգելի հեռուստադիտողներ եւ հարգելի հանդիսատես, որպեսզի հասկանան։ Խնդրեմ հերթը ձերն է։ Ներկայացնում իրա կտրած նկարները, բայց այդ ամեն ինչը ամեն ընտանիքում է պատահում է, բայց այդ չի նշանակում, որ պետք է բերեք ու այստեղ հանրային կտրել նկարները կտրել ես էլ բարկացա վրան ձերքից նկարները գողացել եմ մի քանի հատ նկարներ ինձ մոտ ու ինչ ասեցի այս մարդը մեկ վայրկյան շնորհակալություն ես հիշեցնեմ Տիկին Զաքարյան Տիկին Մանիկ պարոն Զաքարյան երկխոսության չենք վերածում խնդրեք մեկ վայրկյան գալիս եք այստեղ Տիկին Զաքարյան Մանիկ 1 րոպե լրություն ես հիշեցնեմ որ հանրային հեռուստատեսության եթերում Ազատ գոտին է մենք այն թեմաները որոնք քննարկում ենք դա պետք է չհասնի պաթոլոգիայի եւ պետք է չհասնի անմարդկանության չափաբաժինը եւ խոսելուց խնդրում եմ պետք է հարգենք մեկս մյուսին որպեսզի հասկանանք ինչ է կատարվում ձեզ շատ կարճ Ուրեմն վերջը հասավ նրան որ ես ասի Վահագ այս մարդիկ այս նկարները արել են իրենց երեխաների նկարներն այս են տարիքը չի որ դու այս նկարները վերցնես այսպես ապականես ձերքից վերցրել եմ նկարները ալբոմն էլ ձերքից ու տարել եմ տուն չփչացնես դա իրանք երեխեքի նկարներն են արել նկարները պատկանում է իրան ու վերջ ինչպես հասկանում ենք այս թեմայի շուրջ շատ կարելի է խոսել Ազատ գոտու ժամանակը սպառված է քույրն ու եղբայրը կարծում եմ իրենց հարցի պատասխանները կստանան արդեն դատարանում ես Արթակ Վարդանյանն եմ եթերում Ազատ գոտին